Վաչու բա իմացար, Դեմիրճանը անցած շաբաթ մետրոյի նոր կայարան ա բացել, անունն է դրել ա գործարանային։ Մալադես Դեմիրճան, ուրեմն շուտով մեր աչափնյակինն է կբացի։ Տենանք։ Սակո ինչ ես անում, Արմիգնայի, ով խփեցին գյորթարկի պատուանին կրում ա։ Գիժես, բա որ ջարդվի։ Սակո չանես, կգնամ պապայիդ կասեմ։ Արմիգ դոնկեր չես, դու վաղկոտ միլիցիոներ ես։ Վայ, քուալա լեկեք ստե։ Չհասկացա։ Էս ինչ ապորինի խաղեր եք խաղում։ Վաչու ծեծե ես չէի, Արամիկն էր։ Ասում եմ մի արա ինձ ասում է վաղկոտ միլիցիաներ։ Խափում ա, պապ ես չէի ինքն էր։ Սա քուլիկ, արա բա ես քեզ տենց եմ դաստիարակի։ Վահանը ճուշեկն չես ջարդում։ Ջարդում ես Անուշավանը ճուշեկը ջարդի։ Պետք է ինձ 2 շաբաթա 5 ռուբլի փող ապար։ Արամ ջան, դու հաշիվը դիտեր, բայ ես քո հետ տանը խոսամանցի առաջ էլ։ Արամիկն ստիլը։ Տղա ջան, դու այդ սակուլիկի հետ գործ չունես։ Ինքը իր հոր նման բառադի է ու բամբաշ չի։ Կմեծանա եսա մի հատ էլ իր նման կնիկ կառնի ու տենց անիմաստ կապրե։ Իսկ դու պետքա դառնաս Տաթևյանների տողմի արժանի ժառանգը։ Հիմա կմտածես պապան ինչի ասենց անիմաստ բաներ խոսում, չէ։ Այ կմեծանաս, մի հատ էլ տղա կունենաս ու ինձ կհասկանաս։ Դու ճիշտ էիր, պապ ջան, ես տղա չունեցա, բայց տղա թոր ունեցա, ու ինքը կդառնա Տաթևյանների տողմի արժանի ու ուժեղ զավակը, չնայած որ ազգանունը Տաթևյան չի, բայց ոչինչ, թո էտ էլ լնի մեր երեխու միակ մինուսը, չէ բաչո ջան, ու դեմարը պասպորտը, Բոլոլայա լինելու ու ահավոր կինո։ Երբ ունես դու երեք աղջիկ, բայց երազել ես միշտ տղա, նույնիսկ զոքանչնա քո աղջիկ, հաստատ կլինի բոլոլա։ Բոլոլայա լինելու ու ահավոր կինո։ Դեպավ է դեպոլա, վայ այ քեզ բոլոլա, Hornerverin halala, vay ay kes bolola, de pape de bola, vay ay kes bolola, aram papin halala, vay ay kes bolola, de pape de bola, vay ay kes bolola, Hornerverin halala, vay ay kes bolola, de pape de bola, vay ay kes bolola, aram papin halala, vay ay kes bolola. Կինո։ Ալլա մի հատ լավ միտք ունեմ։ Ասում եմ մի հատ տուն առնենք, վարձով տանք, փողը ամենավից տոկաթայելի։ Շատ լավ բան ես մտածել Արամ ջան, ասեմ ավելին, կարանք տուն չառնենք, մամայի տունը վարձով տանք։ Մամային էլ ենք վարձով տալու։ Չէ, մաման կգա մեր հետ կապրի։ Հա, ուրեմն այս միտքը ընդհանրապես լավ միտք չէր։ Շորոմ։ Պապա, դու ինձ 1-ից մինչև 10 բալային համակարգով ինչքան ես սիրում։ 10 բալ ես։ Դե 10,000 դրամ տուր։ Իմանալ 1-ից 20 բալային համակարգով կհարցնեի։ Մաման, իսկ դու ինձ 1-ից մինչև 20 բալային համակարգով ինչքան ես սիրում։ 1 բալ ես։ 1? 1 լիտր։ Նարնջի հյութը առավոտները շատ օգտակար է եւ թարմացնող։ Իմիջիայլոց պիտի սովորություն դարձնենք ամեն առավոտ խմենք։ Էլի ված չի։ Սիրելի գործընկերներ, հասկանում եմ, որ բոլորը ցանկանում եք իմ էջում գովազ տեղադրել, բայց նամակները իրոք շատ են, օրվա ընթացքում կպատասխանեմ։ Արփի ինչ է եղել։ Բաբ գովազդատուներս այնքան շատ նամակ են գրել, չեմ կարում կարդամ։ Որփի չես կարում կարդաս, որովհետև կարդալ չգիտես։ Շատ խնդալի է։ Ոյ, ինու բեկա։ Ոյ, տատիկո ազնագիրը։ Դե մենք պուճուր թոտիկներ ենքան փոքր են, ես պետք է մենք պուճուր հեռախոս առնեմ, իրոք պիտակ ես։ Ասա ոմա քո ամենասիրելի մորքուրը։ Լսեցիք ասեց Նարեն։ Ես բան չլսեցի։ Հələ մի հատ լրջացեք։ Հələ մի հատ սրվեք։ Բալե բաչո։
Ո՞նց ես։ Նորմալ ամեն ինչ մոտդ։ Հələ ասա պապի։ Պապի։ Վաչո քո հետ է։ Վաչո։ Հələ սրան նայեք, որ ձևատվի յալի չի հասկանում, որ իր անունը Վաչո է։ Լավ ժողովուրդ ջան, ես աշխատանք եմ ու չեմ ուզում ուշանամ, գնացի։ Ճիշտ է, բալես, այսօր առաջի աշխատանքային օրը տա, չէ՞։ Բայց որ մի քիչ են ուշանաս, համել վերջինը կլինի։ Լիլիթ, եթե հանկարծ բան պետք լինի, անպայման կզանգես ինձ։ Չէ, պապ ջան, ամեն ինչ նորմալ է։ Մենակ այն, որ դու ինձ տեղավորել ես քո ընկերոջ փաստաբանական գրասենյակում աշխատանքի հերիք է։ Միայն թե խնդրում երեխուս լավ կնայեք։ Կկերակրեք, տակը կփոխեք ու կքնացնեք։ Ամեն ինչ բերել եմ։ Հələ նայ, որ ինձ սովորացնում է։ Լիլի ջան, ես որ մայր էի, դու գարշոկի վրա նստած էիր։ Բա Ալեքս ուր է։ Իջել է խանութը բացի։ Ժամը 8-ին։ Խանութը պետք էր 6-ին բացել։ Գնամ տեսնեմ ինչ է անում։ Բալես, ասում եմ, քանի ուշ չի, կարող է երեխու պահով պապային։ Մամա, դրա ժամանակը չի։ Գործից ուշացա, գնաց։ Ալեքս, ես ի՞նչ ես անում։ Բարի Սարամ ձեզա, խանութն եմ աշխատացնում։ Բայց ոնց որ խանութն է քեզ աշխատացնում։ Մաքրություն եմ անում։ Ալեքս, դու դրա համար աշխատողներ ունես։ Ուր են Սակոն ու Ռոզան։ Սակոն ու Ռոզան խնդրել են իրան ժամային գրաֆիկը վերանայեմ, ես էլ համաձայնել եմ։ Ու որ ժամին են գալի։ Դե կոնկրետ ժամ չենք պայմանավորվել, հենց արտանան պետքա գան։ Տղա ջան, ես ես խանութը Սակոյից ու Ռոզայից վերցրել եմ տվել եմ քեզ, որ դու այդ դերասանությունը թարգես, փող աշխատես, կարանաս ընտանիք պահես։ Իսկ դու դրանց նստածրել ես ուսիդ, ոտերն է կախել են ներքև։ Բա հիմա ինչ պիտի անեմ։ Նախ առաջին այդ տրապկեն ձեռիցը դիր։ Երկրորդը Սակոյին ու Ռոզային աշխատացրու, երրորդը մի քիչ ուղեղդ աշխատացրու։ Ու աներոջդ մի հատ պաղպաղակ հյուրասիրի։ Լավ, հեսա թող Սակոն ու Ռոզան արտանան գան, տես ինչ եմ բերելու ես իրանց գլխին։ Հենց հիմա իրանց զանգի։ Ալո, Սակո Ռոզա ինչ եք անում։ Քնացեք, լավ։ Ոնց թե քնացեք, հենց հիմա արտնացեք ու շուտ եկեք խանութ, ձեզ եմ սպասում։ Ալո, բարև ձեզ, Արփին լսում է։ Ահա, խնդիր չկա, ես ձեր ապրանքը կգովազդեմ։ Դուք փոխանցում այսօր արեք, ես ռիլը նկարեմ, ձեզ ուղարկեմ։ Շատ լավ կդերեք, ինձ զանգ է գալիս։ Ալո, բարև ձեզ, Արփին լսում է։ Բարև ձեզ, Արփի ջան։ Մենք նորաբաց սքո սրա ենք։ Ուզում ենք ձեզ հետ համագործակցել։ Կասեք ձեր գնացուցակը։ Իհարկե, խնդիր չկա։ Սթորին արժի 50,000 դրամ, ռիլը 100,000 դրամ, իսկ անբոքսինգը 200,000 դրամ։ Չէ, մեր բիզնեսի մեջ ընդունված չի անբոքսինգ անել։ Կապի մեջ մնացեք, ինձ զանգ է գալիս։ Ալո, Արփին լսում է։ Իհարկե, կասեք ձեր ապրանքը։ Ինչ Սայմոն։ Սայմոնը ինչ է, այդ բանջարեղենի կետ է, կատվի կերա, սուշի է, ինչ է։ Իմ ընկերն է։ Սայմոն, ես դու ես։ Կյանքում չէի պատկերացնի, որ կարող է գովազդի համար ինձ զանգես։ Հա, դու ուղղակի ես զանգել։ Հա, ես էլ քեզ էի կարոտել։ Չէ, չեմ ուզում գամ Ամերիկա, հոզի վեճս աճել է։ Չէ, էլ Ամերիկայում չեմ ուզում ապրեմ։ Այն ժամանակ է ես անխել կամ փորձ աղջիկ, իսկ հիմա փորձառու մորքուր եմ։ Սայմոն կներես ինձ զանգ է գալիս, եթե գովազդ պետք լինի, ասա։ Ալո, բարև ձեզ։ Հա, հիշում եմ, որ ձեզ թորի պետք է անեի, այսօր չէ։ Երեք, խնդիր չկա, ես 2 հատ թորի կանեմ, մի հատ այսօր, մի հատ երեք։ Վաչե, ջանա, հեսա տատան քեզ կկերակրի, բալես, դե միլաց։ Հասկացա, ես ինչ ապորինի լացա։ Վաչո, հիշի, իսկական տղամարդը չի լացում։ Յա, Արամ ջան, բա ինչ է իր ատամնաբուժի մոտ լացում։ Ինչ ես դու էլ իմ բաներ հիշում։ Ինչն է, 5-3 օր առաջ էր։ Նա թողնել հիշել է։ Նա ձեկուցի ինչի համար է լացում։ Երեխեն սոված է, մի հատ նայի ես իրա կաթիկը սարքեմ։ Ինչ է սարքում։ Կատնը խառնուրդ, Արամ ջան։ Այդ դրա համար է լացում։
Կարեն, նա ինչ ես անում։ Մտում ես խորոված ես առնում, քյաբաբ, իքիբիր, 10 հատ լամաջո մեկ է թան։ Բերում ես մեր տուն, որ երեխեն հաց ուտի։ Հələ մի րոպե։ Թանը հանի, ոնց որ մենք դրանից ունենք։ Լավ։ Ահա, Վաչո ջան։ Ես անայի պապին քո համար մի հատ ինչ խորովածի սեղանա գցում։ Տեսար ալա։ Իսկական հայ տղամարդ է։ Պապու թորնա։ Խորովածի անունս ձենը կտրեց։ Վաչո ջան, մյուսակա փարդա ու մոժոժ են պատվիրելու։ Դե չէ դրել ես կաթիկ։ Կաթիկ։ Բոլալա, լինելու ավավոլ կինո։ Պապ ջան, մամ ջան, լեյդիսի ջենտլմենի։ Ընկերս ռեստորանա բացել, հիմա իրաց մոտ եմ աշխատում, նենց որ անհանգստանալու բան չկա։ Դու ապուշ լակոտ, ախր մենք քո համար չենք անհանգստանում, մենք մեր համար ենք անհանգստանում։ Լացուսն հա։ Տոլիկ, մենք տունը ծախեցինք, փողը ուղարկեցինք քեզ, որ մեզ կանչես քո մոտ, այ տղա։ Հա, մերս։ Հիշում եմ։ Ուղղակի այդ գնով ստեղ տուն չեմ կարող ճարեմ։ Տների գները թանկացել են։ Այս ռուսները եկել լսվել են ճում են։ Դու ապուշ լակոտ, մենք իշքան կարանք բարձով ապրենք, մեզ եփ ես կանչելու։ Հերս մի քիչ դիմացեք, մինչև ստեղ 7-ը չափը 1-ը կտրեմ, ձեզ բերեմ իմ մոտ։ Անատոլի! Դու ես դարմայեդին նայ է։ Ինչից ես բողոքում, Սակո։ Ինչի փողը ուղարկեցիր դրան։ Հա դու ասեցիր մեր երեխենա փողը պետքա մեզ չի խապի։ Հաստատ։ Սակո, դու ամուսին չես է։ Դու սեղանի վրի են կեղտոտ տրապկեն ես։ Հա։ Հա։ Դե որը տեցա, դու էլ կնիկ չես։ Դու են տեղաշորի մեջի հացի փշուն ես։ Դուրսս տվել եմ, է։ Բաբուր ես եմ այս մատերով նասկից ես, այս մատս կոխեմաշ։ Սակո Ռոզա, ինչ եք անում, ինչի չեք աշխատում։ Աշխատում ենք, Ալեքս ջան։ Նստած։ Մենք էլ նստած ենք աշխատում։ Ալեքս ջան, օրինակ քեզ չի հետաքրքրում, ես մեր սրճարանի աթոռները մեր հաճախորդների համար հարմարավետ է, թե չէ։ Չէ, չգիտեմ։ Բա։ Դե մենք էլ ստուգում ենք, ուզում ենք տեսնենք հարմարավետ է, թե չէ։ Դե որը տենց է, սրճարանի բոլոր աթոռները մինչև չստուգեք, չհանգստանաք։ Ու կստուգենք, ու չեք էլ հանգստանա։ Ու ստուգի, Սակո, ու մի հանգստացի, դե հանգստանալով ստուգի։ Դե լավ, ես գնում եմ տուն գա։ Ճիշտ էլ դու կանես։ Այսօր դարձի օրն է։ Գիտեմ։ Ինչ ենք անելու։ Ալեքսից աշխատավարձ կուզենք։ Երեք ենք ուզել։ Եկող ամսվանը կուզենք։ Երեք հենց էդ ենք ուզել։ Ինչ պիտի անենք, Ռոզ։ Մի բան մտածել է պետք։ Ես կմտածեմ։ Իսկ դու գնաս սրճարանի աթոռների հարմարավետությունը ստուգի։ Ու կստուգեմ։ Ստուգի։ Ու կստուգեմ։ Ստուգի, Սակո։ Դու մտածի։ Իսկ ես մտածում Դե եմ։ մտածի։ Դե ստուգի։ Դե լավ էլի։ Ալո, բարև ձեզ, ահա, կարող ենք համագործակցել, կներեք։ Ալո, ահա, ձեր սթորի մասին չեմ մոռացել, այսօր կանեմ, կներեք։ Ալո, ահա, մի րոպե, վայ կգժվեմ ես սենց։ Պես հեռախոսների խանութի համար այդքան էլ լավ տեղ չի։ Շարժը շատ քիչ է, մի հոգի է։ Էն էլ արդեն հեռախոս ունի։ Հենց էտա շարժը շատ է, էջս մի քիչ աճել է, բոլորը ուզում են իմ էջում գովազ դնեն։ Ես կգժվեմ սենց նորե օգնի ինձ։ Հարց չկա, դուր հեռախոսդ։ Նարը ինչ ես անում։ Ինստագրամդ եմ ջնջում։ Գժվել ես դու։ Բա ուրիշ ոնց օգնեմ։ Դու կարաս դառնաս իմ մենեջերը։ Իսկ ինչ պիտի անեմ։ Դե պետքա զանգերին պատասխանես, գովազները կարգավորես, վիդեոներս նկարես։ Իհարկե, արփի։ Ինչպես կարող եմ ես քեզ չօգնել այսօր հասական պահին, չէ՞ որ դու իմ քույրիկն ես։ Լուրջ։ Հա, արփի։ Բայց փողը բաժանում ենք, 70%-ը քեզ, 30-ը ինձ։ Համաձայն եմ, սպասի սթորի նկարեմ։ Սրտիկներ ջան, ծանոթացեք, սա իմ նոր մենեջերն է, գովազների համար կարող եք իր հետ կապվել, իր համարը կթողնեմ բիոյում։ Երկրորդ կենացը Վաչո, միշտ խմում են ծնողների կենացը։ Բայց դու հանգիստ կարաս խմես պապիկիդ կենացը։ Ամունդապետ։ Իսով։ Կարեն։ Թույլ կտակ ձեզ պաչել, պարոն գնդապետ։ Ոչ մի դեպքում։ Էս ի՞նչ է վիճակդ։
Մի քիչ քեզ տղամարդավարի պայի Կարեն։ Հասկացա, բոլորն է պրոբլեմ ունենում են, բայց ես ուր ես ասե։ Թողնել պարոն գնդապետ։ Էս ինչ դուք եք մտածում։ Ուղղակի զասադի մեջ էի։ Բա ինչ ես sense տեսքով։ Դե բոմժեր էի բռնում։ Բայց ինչ հոտ է գալի վրիցդ։ Հա, էս մի պա ուղղակի ահավոր վախեցա պարոն գնդապետ։ Յախ, Կարեն։ Բերել ես այն ինչ որ ուզել եմ։ Ճիշտ այդպես, բայց շատ դժվար էր։ Ինչի։ Դե այս տեսքով չէին թողում խորոված անոզ մտնեի։ Հալա, այս խորովածը դու թո երեխեն ուտի։ Արա մի չես խոսում, ինչ խորոված, երեխեն պետքա կաթ ուտի։ Կաթ։ Այդ էս է կանում, որ հիմիկվա երեխեքս ես խզիկ են մեծանում։ Կարեն, ես ինչ ես անում։ Պարոն գնդապետ, ասի երեխուն մի քիչ ուրախացնեմ, այն էլ ոնց որ աչքերը լցվեց։ Այդ խա վրիցտնեց հոտա գալի, որ մեր աշկերը լցվեց։ Գնա մի հատ քեզ կարգի իրավիրի։ Լսում եմ, պարոն գնդապետ։ Հարաս բաչելու։ Դուրս։ Տեսնում ես վաչո։ Այ որ պապիկին չլսես, այսպես բոժ ես դառնում։ Կարեն։ Ռոս, հլը մի հատ ես կանաչ նարնջի հյութից խմի տես ինչ լավն է։ Ոյ։ Սակո ես սիրոք լավն է, ոնց որ կանաչ ծառից նարինջը պոկես ու ուտես։ Աղջի լավ հանգստած ռեկլամ չես անում։ Ոյ, շեշտիկը հեչ հարմար չի ու։ Հա, տեսքից էլ է երևում է Սակո։ Բա որ հասկանա։ Ոչ մի խառնվի։ Ոնց պայմանավորվել ենք։ Սակո Ռոզա։ Հա։ Կասայից 50,000 դրամ է պակասել, դուք եք վերցրել։ Հա, Ալեքսան։ Բա ինձ ինչի չեք ասել։ Ոնց ասենք դու ստեղ չէիր հարկային եկավ անձեռոցիկի համար տուգանեց։ Անձեռոցիկի համար։ Բա Ալեքսան, նոր օրենք ահել է, էլ չենք կարա սրճարանում անձեռոցիկները դնենք։ Այ երբ որ հաճախորդը ուզեց, այդ ժամանակ կարաս բերես։ Բա ինչ եք կանգնել։ Հենց հիմա բոլոր անձեռոցիկները հավաքեք։ Իդե լավ Ալեքս ջան, արդեն վճարել ենք, մի ամիս կարամ չհավաքենք։ Ես ինչ է, ամեն օր մի օր ենք հորինում ենք։ Այ ասա։ Հիմարություն։ Ոյ։ Ոյ, ինչ լավն է։ Ատե լավ էլի վաչո։ Ես անելու բանա որ դու արել ես։ Լավ այսօր իմ մոտ ես արել հասկացանք, պապդ եմ։ Վաղը մյուս օր դուսն ես անելու խայտարակ կլնենք, ամոթ է։ Հետո, վաչո, լսի քեզ ինչ եմ ասում։ Ես չի որ այդ քեզ պետք է ասեմ, ինքդ հասկացի, արդեն մեծ տղա ես։ Արա։ Արա մի չես անում։ Բացատրական աշխատանքներ եմ տանում։ Ինչ ա եղել։ Կակաշար է։ Ոյ քեզ բան դու ես անում։ Փոքր երեխա է, Արա, ինչ ես ուզում։ Հալա, ես իրա տարիքում արդեն հայատում աղջիկներ հետևից շոչ էի անում։ Այդքան թորրանդ մասին մտածում ես վերջը տակտիրը փոխի։ Ես չեմ փոխելու ալա, որտեվ դու ես մեղավոր։ Այ քո կերերից է երեխեն չի մարսել, որ խորոված ուտել, կյանքում չեր անում։ Փոխի։ Վաչո մեր տատին պասպորտը ցույց տա։ Տեսար չէ Վաչո ջան։ Արի հա բանես։ Պասպորտը ցույց կտաս Վաչո։ Որ թվերը կարդավրի։ Ալո, բարև ձեզ, Արփի մենեջերը լսում է ձեզ։ Մենք վարկային կազմակերպություն ենք։ Ուզում ենք, որ Արփին մեզ գովազդի։ Իսկ ինչ պիտի գովազդի։ Սև ցուցակ վարկային կազմակերպություն։ Վարկային նոր առաջարկ ունենք։ Շատ լավ պայմաններով վարկեր ենք տրամադրում։ Անվանական 217%-ով։ Տարեկան։ Փաստացի կազմում է 487%։ Շնորհակալություն, մենք նման գովազդներ չենք անում։ Նորը ինչի մերժեցիր։ Անկապ գովազդեր։ Նարե դու նոր ես ասպարեզում, չգիտես, գովազդներ մերժել չի կարելի, թե չես ունենա։ Հա բայց չկա, ես եմ գործի վերցրել, Արային ինչ ասում եմ։ Լավ, ոնց ասես, շեֆ ջան։ Զանգում եմ, պատասխանի։ Ալո, բարև ձեզ, Արփի մենեջերը լսում է ձեզ։ Շատ լավ, մենք անպայման կնկարենք ձեր գովազդը։ Գումարը փոխանցենք, մենք հենց հիմա ռելե կնկարենք ու կտեղադրենք։ Ինչ գովազդ է։ Մեքենաների յուղման կետը։ Նորը, բայց իմ հետևորդերին այդ հետաքրքիր չի։
Այդ ոչ ինձ է հետաքրքրում, ոչ էլ հետևորդներին։ Բայց գովազդը վերցրածը գումանել փոխանցված է։ Նենց որ մտածի ինչ ես նկարելու։ Բայց ես մեքենաներից ընդհանրապես գլուխ չեմ հանում։ Բախտդ բերել է իմ նման ամեն ինչից հասկացող մենեջերում ես։ Ոստիկանն ենք մենք հայ ազգի, օրենքն ենք պահում, պահպանում, եւ ամեն օր եւ ամենուր հայ ազգի փառքին ծառայում, բամբարամ։ Արամ ինչ ես անում։ Մի քիչ կամած խոսա, չես տեսնում երեխուն եմ գնացնում։ Հա, բայց ես քեզ ասեցի օրորոցային երգի, չէ։ Հալա ես ուրիշ երգ չգիտեմ, կարամ մաքսիմում նույն երգը ավելի ցածր երգեմ։ Ոստիկանն ենք մենք հայ ազգի։ Գնա, լավ է, Ավրամ, գնա, ես կերկեմ։ Յա, իբր ես երգել չգիտեմ, հա։ Ես գիտես որտեղ անենք իմ երգել։ Դիմակա հանդեսի մատամ գետացի ես էի։ Յա, քեզ մի դիր Արմեն Պետրոսյանի տեղը, գնա, ես կերկեմ։ Ալա, հələ մեծ երգի տեսնեմ ինչ ես երգելու։ Մութնակել է ուշ է արդեն, ամաններն են կուտակվում։ Յախկան, ես ինչ ղզիկ երգել ես երկում։ Սրատակ ով պտի քնի, չեմ հասկանում։ Վաչոս, դու գնա։ Երասի մեջ ուշ գիշերվա փոշեկուլն է միանում Արամ, տեսար որ քնեց։ Արամ? Արամ։ Դեպավե դեպոլա, վայայ քեզ բոլոլա, հորներներին հալալա, վայայ քեզ բոլոլա։ Բոլոլա, լինելու ավամոլ կենո։ Սաքո Ռոզա։ Հաջան։ Բարիս փողապակասու։ Հա, մենք ենք վերցրել։ Ինչի՞ է։ Էլի հարկայինից եկան, տուգանեցին գնացին։ Հիմա ինչ ա եղել։ Մենյուի համար են տուգանել։ Մենյուին ինչ ա եղել։ Ալեքսան լեզուները շատ քիչ են։ Հա, բայց ինչ դա քիչ, հայերեն, ռուսերեն, անգլերեն գրած է։ Բա հնդկերենը։ Ոց։ Հնդկերեն էլ է պետք։ Պարտադիր։ Ալեքս ջան, իդեպ փոխտուր գնանք հնդկերեն մենյուն տպենք կանք էլի։ Ինչքան։ Հենց Հենց էս։ էսքան։ Այ։ Այս ինչ լավ էր։ Նորացնի պես քնել եմ, ալլա։ Ես կասեի նորացնի շուտ կամած, Արամ երախն դեռ քնած է։ Վայ մեռն եմ ես սրա ջանին։ Բա դու ինչ ես անում։ Դատական Candy Crush եմ խաղում։ Երախու համար տակտիր եմ գործում։ Տակտիր ես գործում։ Տոտի եմ, մի բան պետքա գործեմ, թե չէ։ Ալլա։ Քնած ժամանակ գիտես ինչ եմ մտածել։ Ես ավաճոս մեծանա։ Ուզում եմ տանեմ սամբոյի, ձյուդոյի, բարբի, թո երեխեն բազմակողմանի զարգացած մեծանա։ Հետո դպրոցը կավարտի, կտանեմ ակադեմիա, թո ոստիկան դառնա։ Լեյտենանտի սկսկսի հետո կոգնենք, քիչ-քիչ առաջ կգնա։ Հետո էլ ինքը թո որոշի, կուզի թո դատախազ դառնա, կուզի թո միլպետ դառնա։ Արամ ջան, բայց ոչինչ որ այս երախեն ծնողներ ունի, թող իրանք որոշեն։ Ալլա դու սրա ծնողներին տեսել ես։ Դրանք ինչ պիտի որոշեն։ Մաքսիմում պիտի երեխուն դերասան սարքեն։ Լավ է, Արամ, այս երախեն հերել ունի, մերել ունի, ինչ ես խառնվում։ Ուրեմն սրա հերնում երի ինձնից շատ են հասկանում։ Արամ ձայնը իմ վրա չբարձրացնես, ես էլ կարամ գոռամ։ Յա, լգորա։ Ու կգոռա։ Լգորա։ Ոնց գոռում ես վրես։ Դրա մի գոռա վրես։ Դեպի գոռա։ Կյանքս ինչ կա, ոնց ես։ Լավ չեմ։ Ինչի։ Որովհետև առավոտից 30 տուփ է սուրճերից եմ վաճառել։ Հա, ինչ վատ է, այդ նշանակում առևտուր կա։ Կյանքս առևտուր կա, բայց փող չկա։ Այդ ոնց։ Հենց այտենց։ Հարկայինի աշխատողը անընդհատ գալիս է ու տուգանում է։ Բայց ինչի համար։ Դե որովհետև սեղանների վրա անձեռոցիկներ է շարած, որովհետև ՀԴՄ-ն գունավոր թղթի վրա տպած չի, որովհետև մենյուի մեջ հնդկերեն չկա, որովհետև մեր խանութի գները ավելի էժան է, քան կողքի խանութի գները։ Շարունակեմ։ Ալեքսես, ինչ նոր օրենքներ են։ Ո՞վ է քեզ սրա մասին ասել, հարկայինի աշխատողը։ Համարյա։ Հարկայինի աշխատողը Սաքոին ու Ռոզային է ասել, իրանք էլ ինձ։ Ալեքս, Ջան, դու ամուսին չես է։ Դու համարյա ապուշ ես։ Ոնց կարելի է Սաքոին ու Ռոզային հավատալ։ Իրանք քեզ խաբել են, որ խանութի փողերը վերցնեն։ լուրջ, բայց ես իրանցից այտենց բան չէի սպասում։ Ալեքս, հենց իրանցից պիտի սպասես տենց բան։ Ես սենց չեմ թողել։
Եթե չես ուզում մատորիցդ լսվի չղկ-չղկ, իսկ կարոպկետ անի դղկ-դղկ, եթե չես ուզում կոլցակլադիշդ մաշի, արի յուղմակետ, արտաշի։ Արտաշիսյան 167 օգտագործելով RP պրոմոկոդը կստանաք օդի ֆիլտրը անվճար։ Նորի նորմալ էր։ Հա, շատ լավ էր։ Արտաշը հաստատ կողք կմնա։ Դու ավելավա փողի իմ տոկոսը տուր։ Ինչքան պետք է տամ։ Դե 100,000-ի 30%-ը անմա 70,000։ Նորե դու ինձ լրիվ հիմարի տեղ ես դրել։ Գիտես թե ես չգիտեմ, որ 100,000-ի 30%-ը 70,000 դրամ չի։ 54,000-ը։ Վայ կներես, ես մաթեմից այդքան էլ լավ չեմ։ Խնդիր չկա, ես քո 54,000 դրամը կտամ, բայց մեկ էլ չենք աշխատի, ինձ քո մոտեցումը դուր չի գալիս։ Լավ, ոնց ասես։ Եթե պետք լինեմ խաբար կանես։ Որ սա մերը տա մեղավոր։ Ինքնա գես տրամադրում իմ դեմ։ Հերիք այդ խեղճ կնոջը վիրավորես։ Ինչ արել, 4 ամիս մեր տուն չի եկել։ Որովհետև ծմերա։ Իսկ ծմերը օծերը բներից դուրս չեն գալի։ Հեսա եղանակները տակացավ, ֆաշիստելով վտնելու է մեր տուն։ Ու այդ քեզ իրավունք հա տալիս, որ դու հայտնի ես։ Հա։ Դու լիվրո մի կուրո։ Ցածր։ Մի կուրոս մը։ Ոսմես մի կուրո։ Մի հատ երկուսդ էլ լրեք։ Անդե լավ էլի Լիլիթ։ Սաղ դու ես մեղավոր, երեխուն արտնացրեց։ Ո՞ր ես բորտ։ Գնացա, մակացրու։ Ո՞ր ես ինչ աղջիկ արես։ Ռոզ, ասում եմ, բայց ինչ լավ ղեկավար, չէ՞ մի Ալեքսը։ Հա ու տուպոյ։ Ինչ ես տենց ասում։ Մարդը շատ բարեսիրտ անձնավորություն է, իր աշխատողների նկատմամբ շատ լավ է։ Օրինակ ասում ենք Ալեքս ջան, պետքա սրճարանի բոլոր աթոռների հարմարավետությունը ստուգենք, ասում եմ ստուգեք։ Ասում ենք պետքա այս պաղպաղակների բոլոր համերը հերթով փորձեք, ասում եմ փորձեք։ Շատ ճիշտ ես ասում, մի քիչ տուպոյ է։ Բարև ձեզ։ Պետական եկամուտների կոմիտե տեսուչ Պողոսյան։ Բանա պատահել։ Իհարկե պատահել է։ Հարկերը ինչի չեք վճարում։ Ինչ հարկ։ Տղա ջան, մենք այս սրճարանում մատուցող ենք աշխատում։ Ես գիտեմ, բանոր օրենքի մասին չեք իմացել, այսուհետև բոլոր մատուցողները թեհավճարի համար հարկ են վճարելու։ Պարտադիր։ Ինչ հարկ, այ մարդ, էդ ինչ օրենք կա, մենք չենք պատրաստում վճարենք, բոյկոտում ենք, Ռոզ մատ բոյկոտի։ Բոյկոտում եմ։ Դուք բոյկոտեք, ես ձեզ կտուգանեմ հարկի 700 պատիկի չափով։ Վայ, չէ, սպասի, վայ, հանիլը փողերը, վայ, էդ ինչ ասեցի, 700 պատիկի, էդ ինչ թվեր են, Ռոզ, էդ ինչ ես անում։ Սուս մնա։ Շնորհակալություն, այսուհետև կամ թեհավճար մի վերցրեք, կամ եթե վերցնում եք, հարկերը ժամանակին վճարեք, լավ։ Հիմա ստացվեց։ Իհարկե ստացվեց աղբերս։ Ապրես դու, ապսս կարիերան չդասավորվեց, գնացի դառալ հարկայինի աշխատող։ Դե ինչ արած, ուրախ էի քեզ օգնել, ես գնացի։ Գոռա վրես, որ ավելի հավատալու։ Ես չեմ հասկանում, մարդերի տետրի հարկերը ով է վճարելու։ Վայ, խնդրում եմ, ես անպայման։ Դու կանում եմ։ Չէ, խնդրում եմ, ես կվճարեմ։ Հլասանար է։ Չէ, հլասա արփի։ Հələ մի հատ հանգստացեք, հա։ Այս երեխեն առաջինը պապա պիտի ասի։ Հələ մի հատ դու հանգստացի։ Այս երեխեն առաջինը պետքա պապի ասի, հետո նոր պապա։ Հլասա տատի։ Լսեցիք։ Ինչ որ բան ասեց։ Ինչ ասեց։ Ասեց ինձ հանգիստ թողեք, ժամանակը կգա կխոսեմ։ Դուք ես երեխուն սխալ եք դաստիարակում։ Հեչ տղամարդկություն չկա մեջը։ Ես իրա տարիքում արդեն բարձ ստորադասական նախադասություններ էի ասում ու քֆուր էի տալիս։ Աչու ջան, ոչ մեկին չլսես։ Ես գնացի մաքորոտ շնչեմ։ Մամա, բա պապային երբ ենք ասելու, որ երեխու անունը Վաչոչի։ Ոնց Վաչոչի։ Դե։ Խզիկ։ Հայչա։ Ես ինչ ես անում։ Պարոն գնդապետի իրերն եմ տեղափոխում։ Բայց պարոն գնդապետը ես եմ ու ոչ մի տեղը չեմ տեղափոխվում։ Չէ, ձեր իրերը չի, պարոն գնդապետ։ Գնդապետ Պարթևյանի իրերն է։ Իմ նոր անմիջական ղեկավարն է։ Էս շենք է տեղափոխվում։ Հաստորեն քո կյանքում նոր գնդապետ է, հա, հայտնվել։
Հասկացեք, Կարեն։ Ես քեզ ասում ես վեշերը վերև բարձրացու, դու կանգնել ես տեղ լեզու ես թրջում։ Զգաս։ Թողնել։ Զգաս։ Թողնել։ Արդ կեսել, Փաստորեն նոր բոլոլա է սկսել։ Բոլոլա, լինելու ավա որ կինո։